Ձմեռ Պապն ու Ձյունանուշը Շենգավիթ բժշկական կենտրոն են եկել շնորհավորելու այստեղ իրենց լսողությունը վերագտած փոքրիկների նոր տարին։ 2022 թվականից մինչև օրս այս կենտրոնի շնորհիվ ձայների աշխարհը բացահայտելու հնարավորություն է ստացել 30 պացիենտ։ Նրանցից 4-ն այսօր առաջին անգամ լսեցին իրենց մտերիմների ու շրջապատի ձայները։ 4 երեխայի այսօր մեր արտերկրյա կոլեգայի հետ միասին նվիրեցինք լսողություն եւ ուրախ եմ, որ նրանց մոտ 2026 թվականը կսկսվի աշխարհի բոլոր հնչյուններով։ Կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունները Շենգավիթ բժշկական կենտրոնում կատարում է հայտնի օտովիրաբույժ Հասան Դիաբը, որը տարին մի քանի անգամ Հայաստան է այցելում։ Վիրահատությունից մեկ ամիս անց գործի են անցնում աուդիոլոգները։ Մենք ակտիվացրինք եւ միացրինք խոսքային պրոցեսորները։ Այսօր բոլոր փոքրիկները լսեցին։ Նրանց լսողությունը լավ էր, արձագանքները շատ լավն էին։ Նրանք լսում են թե թույլ, թե բարձր ձայները, ինչպես նաեւ ցածր եւ բարձր հաճախականությունները։ Արդեն կան երեխաներ, հատկապես նրանք, ովքեր մինչեւ այդ կրում էին լսողական սարքեր, որոնք հասկանում են բառեր եւ արձագանքում են իրենց անվանը։ Այսինքն մենք շատ լավ արդյունքների ենք հասել։ Սերգեյ Լևինը մանրամասն բացատրում է ծնողներին, թե ինչպես օգտագործել ու խնամել լսողական պրոցեսորը, ինչին ուշադրություն դարձնել, ինչից խուսափել, երբ գալ սարքերի հերթական ստուգման։ Խոսքը զարգացնելու համար երեխաները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու սուրդո մանկավարժի հետ, բայց լսելու հետ նրանք այլևս խնդիր չունեն։ Այս երեխաները եւ երաժշտություն են լսում, եւ շփվում են հեռախոսով, եւ տարբեր զարգացնող դասընթացներ են լսում համակարգչով։ Ուսուցիչների հետ են պարապում, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Այսինքն իրականում մենք վերականգնում ենք նրանց լսողությունը շատ բարձր մակարդակով, շատ մոտ մարդու սովորական լսողությանը։ Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը Շենգավիթ բժշկական կենտրոնում հաջողվել է իրագործել մեծ թիմի աշխատանքի արդյունքում։ 3 տարի առաջ էր, երբ պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը ներդրեց այս ծառայությունը։ Բժիշկների ջանքերը սակայն բավարար չէին լինի, եթե չլիներ անանուն բարերարը, որի շնորհիվ տասնյակ մարդկանց լսողությունը հնարավոր է դարձել վերականգնել թանկարժեք իմպլանտների միջոցով։ Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր բարեգործին, ով մեր երեխաների կողքին է եւ ֆինանսավորում է կոխլեար իմպլանտները։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ծրագիրը ներդրողներին, պրոֆեսոր Շուքուրյանին, որը մեծ ջանք, առողջություն, ժամանակ եւ կյանք ներդրեց այս ծրագրի իրականացման համար։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Շենգավիթ բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Սերգեյ Ուռոմյանին, ով ամեն հարց, ամեն խնդիր շատ արագ լուծում է։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին, օտարերկրյա, հատկապես Հասան Դիաբին եւ Սերգեյ Լևինին, ինչպես նաեւ իմ բոլոր գոլեգաներին, որոնց հետ միասին աշխատում ենք այս ծրագրում։ Մեր նպատակն է առաջ տանել ծրագիրը, զարգացնել եւ օգնել մեծ քանակով երեխաների։ Գիտեք, այս երեխաները չէ որ մեր ապագան են եւ հետագայում կարեւոր մարդ են լինելու Հայաստանի Հանրապետության համար, այնպես որ այս բարերար աշխատանքը համարում եմ, որ կորած չի լինելու։